Դերասանուհի Անահիս Սարդարյանը, ով շատ ակտիվ է սոցիալական հարթակներում, նոր հոլովակներ էր հրապարակելու հետևորդներին հայտնել, որ գնացել է հիվանդանոց։ Այս անգամ պատճառը նրա դուստրն է՝ Լուսեն։ Դերասանուհին նշել էր, որ երեխան ողջ գիշեր ջերմել է, այնուհետև բժիշկները հայտնաբերել են, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է։ Caputat, estaba París, que swami, Kennedy, Իսկ որ ամբողջ գիշեր դու ջերմություն ես ունեցել հեչ, հա? Հա, դու ամբողջ գիշեր չես թողել մաման քնի ջերմել ես։ Ինչը դեր ցավում գիշերը, ցույց տուր։ Ինչն էր ցավում։ Տնաս երբ հալինելու են տարիքի մեր երեխեքի մոտ, որ օրինակ իրանք ջերմ են, հիվանդանան ու ես ասեմ, դե լավ է սա տեղը կտան կանցնի ու հոգեկանի պես sense կյանքը չկանգնի, մամա լուրջ, այն որ արդեն չգիտեմ, Մոնտենեզա բանակա գնում, միևնույն ամեն ջերմելուց գնում եմ այն աշխարհ հետ եմ գալիս, չգիտեմ, ջերմում է էլի օրինակ, բայց ականջի բորբոքումը Լուսեի այդ իմ համար Էնել որ 20-ին պիտի թռնենք, արդեն ուտեսում եմ թռիչքը չեղարկենք, այնտեղ էլ տոմսերի վերադարձ չկա, մի խոսքով մի հատ խառը վիճակ։ Բայց Աստված մեծ է, Աստված առաջ դոկտորը լիքը հույսեր տվեց, որ դեռ 7 օր ունենք, հաստատ կհասցնենք ուժենք նոր գնանք։ Առողջ եղեք։ Թող երեխեքը ամենակարևորը առողջ լինեն։ Ոչ մի երեխա աշխարհում չհիվանդանա, ոչ մի բանով, նույնիսկ գրիպով թող չհիվանդանա, որտեղ ծնողի համար ավելի 100 անգամ ծնողը, քան մի անգամ իր երեխան։ Նշեցնենք, որ Անահիս Սարդարյանը ընդամենը ամիսներ առաջ է հանդես եկել հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր մի շարք կարևոր թեմաների մասին։ Զրույցի սկզբում Անահիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին ու նշել. Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը իմ երեխայի ապագայի նկատմամբ վառ ու լուսավոր նկրտումները եւ հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարակների եմ մասնակցել, Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետևում։ Կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց։ Երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին։ Պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու։ Իմ պաշտոնը հայն է։ 6 տարի իշխանության եք։ Ինչի նախկինների ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են։ Այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է։ Ես ավել PR-վելու կարիք չունեմ։ Իր խոսքում Անահիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին արդյոք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, Անահիսը պատասխանել էր. Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջել չէ, ականջից այդ կտեսնեմ որպես Անահիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի, ներողություն կխնդրեմ եւ կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկան, չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով։ Ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի, ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ, ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է։ Անահիսը խոսել էր նաև այլ թեմաների, մասնագիտական ընտրության ու ընտանիքի մասին եւ ընդգծել. Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի, որովհետեւ ծնողներս հնարավորություն չունեին, որ ես պարապեի ինչ որ տեղ ընդունվելու համար։ Հացի խնդիրը այնքան մեծ էր, որ անհնար էր ուղղակի։ Ես ուզում էի իրավաբան դառնալ։ Հրաշալի ընտանիք եմ ունեցել, ունեմ։ Հայրս ցավոք արդեն չկա։ Հայրս դպրոցում եւ երաժշտական դպրոցում պահակ է աշխատել։ Մայրս տնային տնտեսուհի էր։ Թատերականը միակ տեղն էր, որտեղ կարող էի իմ
իմ ուժերով ընդունվել։ Այդ ամենը ինձ համար եղել է դպրոց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը ու այսօր պայքարել, որ քո երեխաների կյանքը այդպիսին չլինի։ Անայիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել. 2017 թվականներ ամուսինս առավոտյան զանգեց, ասաց ինչ որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը։ Ու ես մտածում եմ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո երբ Եվրոպական դատարանի կողմից մեր կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել մարդուն բանտախցում պահելու, ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերից մեկում դեմքիս նայելով ղեկավարներից մեկը ասաց. Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի։ Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայտնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա։ Դուր գալիս է դոբավոն դրա համար ես դու ամեն տեղ դա նկարում։ Թե կարոտում ես դրա համար ես նկարում։ Կարոտում եմ։ Արիա խուժակ։ Ծեցեն այնօրը բոլորը ասում են, որ դուք շատ սիրուն եք ու լուսան ձեզ նման է։ Դեռ ինձ սիրուն կիսուրն է։ Իսկ սա իմ սիրուն կիսուրի ձեռքերով սիրուն պատրաստված շատ համով սոուսն է։ Ռոֆեն բիզնես անենք ստեղ Հայաստանում։ Անենք, բարես։ Ծեցեն այս ամեն ինչի բիզնեսը անում է Սոչիում, բայց սենց համով Անշարապ։ Տենես իրա ուրախություն։ Բրավո ասում։ Վերցի։ Մաքրի ձեռքերդ։ Ձեռքերդ։ Փոքրիկ հայրերն ասել է գնում է մանկապարտեզ։ Ման դու շատ ես սիրում մեր դրոշը։